Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, նախ եւ առաջ պետք է ասեմ Տիկին Արամանյան, պարոն Սերգեյ Բագրատյանի վերաբերյալ ձեր տեղեկատվությունը ստույգ չի, մարդը 3 պատերազմի մասնակից է, այդ թվում նաեւ Արսեն Թորոսյանի, դրա համար եմ ասում, էլի արտահայտվելուց հնարավորինս ստույգ պետք է արտահայտվենք։ Հարգելի թիմակիցներ, ես նախ եւ առաջ մի առաջարկ ունեմ, ես կարծում եմ, որ մեր գործընկեր ուժը Հայաստանի անդամ պարոն Հազարյանին պետք է թողնել այն վայբի մեջ, որը մեջ ինքը եղել է մինչ ազգային ժողովի падգամավոր դառնալը։ Եկեք իրան թողենք Հազարյան versus Հազարյան շրջանակի մեջ, թող ինքը դուրս գա, ելույթ ունենա, ինքը իրան հարց տա, ինքը իրան պատասխանի, էլի, ես կարծում եմ տենց այս ինստիտուտի հանդեպ շատ ավելի հարգալից վերաբերմունք կլինի։ Ինչ վերաբերվում է սեղանին թխթխկացնելու, պարոն Ռուբինյան, ես ճիշտն ասած սկզբից ոնց որ ասեցի, որ դա լավ երևույթ չի իրականում, բայց ոնց որ ձեզ հետ համաձայն եմ, որտեղ որոշակի անալոգիա եմ սկսել անցկացնել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի հետ, որովհետև այդտեղ բողոքի ձայնը այդպես է նա արտահայտում, եւ հավանաբար իսկապես դուք ճիշտ եք, մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը մեր ուզած ժամանակ, երբ որ համարենք ճիշտ իհարկե։ Ինչ վերաբերվում է նաեւ այն փաստին, որ Տիկին Հարամանյան, որ հիմա Տիկին Ջուլակյանին կամ մեր կին գործընկերներին ասում եք հայտարարություն է տարածվել, հարց է հնչել Տիկին Ջուլակյանին քննչական կոմիտեի տարածած հայտարարության մասին, մարդը ուղիղ ասում է դատապարտում եմ այդ ոճը, ճիշտ չեմ համարում, բայց շարունակում եք, ասում եք, բա որ տենց է, ունես տպավորություն եմ, ոնց որ ասում եք նախարարող թող բերեին, մի հատ խմբագրեիք, նոր հրապարակ եկա, չեն կարող, լրիվ ուրիշ ինստիտուտ է։ Լրիվ ուրիշ ինստիտուտ է։ Տիկին Ջուլակյան, քանի որ այնուամենայնիվ խոսքը ձեզ մասին է, ես ձեր թեկնածությունը ողջունում եմ, ես համարում եմ, որ եւ վստահ եմ դրանում, որ դուք լավ հանձնաժողովի նախագահ եք լինելու, այն իմ մրցակցության ասած շրջանակում ես ձեզ հետ մրցելու եմ հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության տեսանկյունից, որքան որ իրականում պետաիրավականի հետ բարդ եմ մրցել, որովհետև քանակը նախագծերի իրականում մեծ մասամբ այլ հանձնաժողովների մասով անհամեմատելի է, եւ ես կասկած չունեմ, որ դուք լավ հանձնաժողովի նախագահ եք լինելու, ես հարցս տամ, էլի, որ ուզում էի տա, ինձ այդ հարցը հետաքրքրում է, եւ դուք գիտեք իմ ամենասիրած գործերից մեկը, այն ժամանակ, երբ որ ես եղել եմ ազգային ժողովի падգամավոր, եղել է այն ժամանակ գլխավոր դատախազի հաղորդումը ուսումնասիրել վերլուծելը, ցավոք սրտի արդեն падգամավոր չեմ եղել, երբ որ քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն ծառայության համապատասխան ղեկավարները պետք է գային, եւ ես այն ժամանակ մատնանշել եմ, որ իրականում տեխնիկապես, այսինքն այդ ժանրը, որով որ այդ քննարկումները տեղի են ունենում, ներկայացում, հարց-պատասխան, տեխնիկական առումով մի քիչ բարդ է, էլի, որտեղ յուրաքանչյուր հարցից հետո, երբ որ ում որ հարցադրում ես ուղղում պատասխանում է, էլի հարց է բացում, քանի որ շատ մեծ վիճակագրական տեղեկատվություն կա այդ հաղորդումների մեջ, ինձ հետաքրքիր է արդյոք դուք նպատակահարմար եք գտնում, եթե իհարկե կարողանանք ինչ-որ մեխանիզմ գտնել, մի քիչ այլ ոճի դարձնենք այդ քննարկումները։ Կարող է չլինի մեխանիզմ իրականում տեխնիկական, էլի զուտ այդ մասով հետաքրքիր է ինձ։ Պարոն Կարապետյան, ես ուզում եմ ձեզ անդրադառնամ մասնավորապես, ես ասեմ, թե ինչի համար։ Ես բոլորովին կիսում եմ ազգային ժողովի նախագահի կարծիքը, ես բոլորի կրոնական հայացքները հարգում եմ, անխտիր բոլորի, բայց ես նաև անկեղծ հավատում եմ, որ ձեր հավատամքը այդքան խորն է, բայց ես չեմ կարծում, որ բոլոր հոգևորականներին դուք այսպես ասած մի արշինով եք չափում։ Հիմա ասեմ, թե ինչի համար եմ սա ասում։ Մի քանի օր առաջ, երբ որ դուք գնում եք դատի, նախ մի քիչ իմ համար այդ բանը անհասկանալի էր, էլի, որ ես անկեղծ չգիտեմ ինչի մասին այդ քրեական վարույթը չեմ հետաքրքրվել, բայց իմ մոտ ունես տպավորություններ, որ եթե խոսքը գնում է տվյալ ինստիտուտի համապատասխան ղեկավարի մասին, իմ մոտ ունես տպավորություններ, որ ենթատեքստի մեջ, էլի, դուք ուղիղ դա չեք ասում իհարկե, որ դա ինչ-որ ինդուլգենցիա ունի, որ քրեական գործ չի կարելի որ լինի, էլի։ Ես իհարկե հասկանում եմ, որ ենթատեքստում նաև այսպես ասած այդ
նկատառումը կա, ճիշտ երևի տենց ասել, որ սա քաղաքական հետապնդում է իր հետևից։ Ես դա եմ հասկանում, բայց երբ որ զուտ, ես սա ձեզ ասում եմ, չեմ ասում կրոնական հայացքները հարգում եմ բոլոր մարդկանց, ես այս վեճի մեջ քիչ եմ խառնվում իրականում, որովհետև ես ժամանակին կնքվել եմ, բայց հետո կյանքումս ստացվել է այնպես, այդ թվում իմ աշկի տեսածի հետ, էլի տենց այսքանի օրվա ընթացքում սիրելի թեմաներից մեկն է, էլի, տենց օրինակներով կարամ ասեմ, էլի, օրինակ 2006 թվականի Սուրբ Սարգիսի կողքը ինչ եմ տեսել, որ շոկի մեջ եմ եղել, որպես կնքված քրիստոնյա, էլի, ուղղակի, բայց չեմ կարծում, որ այդ Պանդորայի արկղա է, էլի, ճիշտ կլինի, որ ես հիմա դա մանրամասնեմ, եւ իմ մոտ այս տպավորություն կար, որ եթե տվյալ ինստիտուտի ղեկավարի վերաբերյալ խնդիր է, որ սո չի կարելի, անձեռնամխելի է, բայց նույն համանդրությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքի առջև հավասարազորեն բոլորը, կարող է իմ տպավորությունը սխալվում եմ իհարկե։ Եվ երկրորդը, դուք գրառում եք առ այն, եթե ես չեմ սխալվում, ճիշտ եմ հասկացել, որ այն դատավորի վերաբերյալ, որ ինքնաբացարկ էր հայտնել, որ դատավորը հայ էր։ Ես կարծում եմ դուք կընդունեք, որ այդ գրառումը որոշակի առումով այդքան էլ տեղին չէ, որովհետև իմ մոտ այն մի հատ բազմիցս լսել եմ, դա այդ թվում նաև հոգևորականներից եմ լսել, որ ով քրիստոնյա չի, հայ չի, ձևակերպումը, եւ չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, որոնք որ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, ճիշտ է նմանատիպ ձևակերպումը։ Ես չեմ պնդում, զուտ իմ ընկալումն եմ ասում, ես տենց ընկալեցի այդ ձեր գրառումը, այդ իմ ասացվածքի շրջանակում, էլի, որովհետև ստացվում է, եթե դատավորը ինքնաբացարկ չհայտներ, նշանակում է հայ էր։ Ну, կներեք, էլի, ներողություն եմ խնդրում, հայ չէր, քիչ չեմ կարծում, որ դա այդքան էլ տեղին է։ Այնուամենայնիվ, որքան էլ որ ես այս կրոնական հավատքի մարդկանց վեճի մեջ չեմ մտնում, բայց ես նաև կրկնվեմ, կիսում եմ ազգային ժողովի նախագահի կարծիքը առ այն, որ սա իրականում կրոնական բանավեճ չէ, սա քաղաքական բանավեճ է, եւ այդ քաղաքական բանավեճը փաստացի սկսվել է այն բանից սկսած, երբ որ հայ առաքելական եկեղեցու ոնց է կոչում այդ պայքարը, սրբազան պայքարը, տենց խաչակիրի պես դուրս էր եկել ընդդեմ տվյալ պահին Հայաստանի Հանրապետության կառավարող ուժի դեմ, էլի, ինչը որ տենց ինստիտուտների մեր սիրած, հարգած, մատնանշված, այդ թվում դիմադիր գործընկերների սահմանադրության, օրենքների մասով, սես մի հատ անհասկանալի ինչ-որ երևույթ է, էլի, հոգևորակ, նույն բանն է, ինչ-որ զինվորականները ֆորմով, բանով, տենց համազգեստով դուրս գան եւ ասեն մենք սկսում ենք զբաղվել քաղաքականությամբ, էլի, զուտ չգրված օրենքներ կան, նաեւ, որ զինվորականներին եւ հոգևորականներին չի կարելի զբաղվել քաղաքականությամբ եւ այդ տեսանկյունից կարծում եմ պետությունը նաեւ եւ պետական ինստիտուտները պետքա պատշաճ վերաբերմունք ցուցաբերեն դրա վերաբերյալ եւ այդ թվում նաեւ ես ինքս ինձ համարում եմ պետականամետ մարդ, ես պետական ինստիտուտները հարգող մարդ եմ եւ միանշանակ հարգելով բոլորի կրոնական հայացքները, նույն ձև ես նաև պաշտպանելու եմ Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները եւ խորհրդանիշները։ Այսքանը շնորհակալություն։